Բարի երեկո, Արմատ մեդիայի եթերում կուլիսային փոդքասթն է, այսօր ես զրուցել եմ 44-օրյա պատերազմում անհայտ կորածին ծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր Արսեն Ղուկասյանի հետ։ Պարոն Ղուկասյան, բարի երեկո, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունել եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղուկասյան, օրեր առաջ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրիք եւ հայտարարեցիք, տեղեկացրիք պատկան մարմիններին, որ անգործության դեպքում դուք պատրաստվում եք գնալ Հակարի կամուրջ, անձամբ հանդիպել ադրբեջանցիների հետ եւ փորձել ինչ-որ տեղեկություն ստանալ ձեր հարազատների մասին։ Մի քանի օր արդեն անցել է, նախ հասկանանք որևէ արձագանք պատկան մարմիններից եղել է թե ոչ եւ ձեր առաջիկա անելիքների մասին։ Ուրեմն, ինչպես ասացիք, այդ ակցիան ավելի շատ իրազեկման ակցիա էր, իրանց տեղյակ պահեցինք մեր հետագա քայլերի մասին, որ իրանք տեղյակ լինեն, որ վաղը մյուս օր մեզ չասեն, եթե նման բան էիք ուզում անեիք, ինչի մի քեզ բերամ չասեցիք, կարող է մենք ինչ-որ նոր բան ձեզի ուզենայինք ասեինք, դրա համար պոտենցիալ այդ բանի մեջ, ֆորմատի մեջ կազմակերպեցինք, տեղյակ պահեցինք, որ մենք պատրաստում ենք այդ քայլերի, ես չեմ կարծում, որ նախ ես մինչև հիմա չեմ ստացել ոչ մի արձագանք, հույս էլ չունեմ, որ ստանալու եմ, քանի որ 6 տարի այդ նույն վիճակում ենք, այդ նույն կարգավիճակում ենք, ոչ մի նորություն չկա, ոչ մի նոր բան չկա, ուստի սենց էլ շարունակվել չի կարող։ Մարդիկ պետք է վերջապես հասկանան, որ անորոշության մեջ ապրել դա անհնար է, ուղղակի անհնար է, դա դժվելու բան է։ Ճիշտ է, մեր ժողովուրդը, մեր հանրությունը լրիվ չէ, իհարկե մի հատված, դա չի կարող, ամբռնի չի կարող հասկանա, թե դա ինչ է, չեն կարող հասկանա մինչև չաբրի այդ ամեն ինչը, չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը այս նույն ամեն ինչը ունենա, ինչ-որ մենք ունեցանք, բայց համենայնդեպս չեմ էլ կարող այդ մարդկանց գաղափարը հասկանամ, ոնց են կարող այսքանից հետո հələ մեզի փորձում են էլի փնովել, ցեղ շպրտել, ինչ եք ուզում, ինչ եք հենց ամեն անգամ տես կոմենտներ ա գրվում, հենց այդ կոնկրետ 3 առաջորդ շաբաթօրվա այդ ակցիայի վերաբերյալ, ինչ թվինել էին անհետ կորում, ինչ թվինել էին զոհվում, ինչ եք հենց շուխ, sense մի հատ անհետեցություններ, այսինքն գնացեք հանգիստ նստեք տեղներում։ Բայց սաղս էլ հասկանում եմ, որ դες չի կարելի, ուղղակի անթույլատրել, ես ինքս չեմ կարող ինձ ներեմ եւ հանգիստ նստեմ տեղս ու 191 հոգի անհետ կորած ունենք։ Այդ մարդիկ ով կասի, որ այդ 191-ը զոհված են, գլուխը պատով կտա, դրա իրավունքը չունեն, դուք այդ մարդու դիակը չեք տեսել, ոնց կարող համարեք այդ մարդկանց մահացած։ Այսինքն, եթե մենք այդ մարդկանց դիակները չունենք, մենք իրանց մահացած չեն կարող համարենք ու պետք է իրանցով անդադ հետաքրքրում թեկուզ անգամ իմանանք, որ իրանք զոհվել են, ասենք, պատկերացնենք, բայց միևնույն է, գոնե մասունքները, մարմինները գոնե ստանանք, բերենք քրիստոնյային վայել ձևով հողարկավորենք եւ այլ, ինչ որ պետք է արվի, գոնե դա պետք է արվի։ Այսինքն այն մասան, որ մեզի հենց փորձում է ասենց վատաբանել, թե ինչ եք անում, չգիտեմ, էլ փողով, մողով, տես բան չկա, էլի, ասինքն չկա ինչ-որ մեկը, որ կարողանա ապացուցի, որ կոնկրետ այդ օրը տեղ գտնվող ծնողների համար ես երաշխավորում եմ, որտեղ փող վերցնող ծնող չկա։ Որ ինչ-որ մեկից փող վերցնի, էլ ինչ-որ մի բան անի, չկա։ Մեր այդ խումբը միշտ եղել է այսպես ասած անկոդրուն, հավատարիմ իրանց երեխեքին, իրանց երեխեքի ապագայով հետաքրքրվող, որ ճակատագրով հետաքրքրվող, որ կարողանանք փորձենք։ Հիմա քանի որ 6 տարի մենք չունեցանք ոչ մի տեսակի պատասխան, մտածել ենք այդ ձևաչափը, գնանք Հակարի կամուրջ, փորձենք Ադրբեջանի այն քաղաքացիները, ովքեր որ գտնվում են նույն կարգավիճակում, ինչ որ մենք ենք գտնվում, դեռ 90-ականներից դրանք եւ եթե չեմ հիմա հաստատված 3700 քանի հոգի անհետ կորած ունեն իրանք մինչեւ հիմա հասկանում ենք, որ նրանք էլ են ծնող, նրանք էլ են հարազատ, նրանք էլ են ուզում իրանց զավակներից, որդիներից, հայրերից, եղբայրներից տեղեկություն ունենալ, նրանք էլ չէ 30 տարուց ավել այդ մարդիկ էլ անհայտության մեջ են ապրում։ Իսկ ես ասեմ գիտեմ, որ մենք ունենք տվյալներ, որ ասենք տարբեր տեղեր ունեն Ադրբեջանի զինվորներ ուղարկավորած, թաղած եւ այլ եւ այլ։
Իսկ եթե մենք կարողանանք գտնենք այս մարդկանց տեղերը, որտեղ այդ ամեն ինչը կատարված, փոխադարձ համաձայնության գալով, մենք իրանց ասենք, իրանք մերը մեզ ասեն, մենք այստեղ փորձենք գտնել իրանց երեխեքի ինչ-որ մասունքներ կամ մարմիններ, ինչ-որ կարող են գտնել։ Իրանք էլ այնտեղ մեր երեխեքով հետաքրքրվում, մենք չենք կարող գնանք Բաքու։ Ձեր քայլը, այսինքն խոսում է պետական անգործության մասին, Միանշանակ։ պետության գործողությունների բացարձակ բացակայության, որովհետև դա ինչ որ առումով արդեն ծայրահեղ քայլ է, այսինքն ծնողը հարազատը ինչ կարգի պետք է արդեն մենակ մնա, որ գնա նման քայլի, գնա թշնամի պետության դարպասների մոտ եւ փորձի անձամբ բանակցել։ Այսինքն դուք ձեզ այդ կարգի պետական մարմիններից, պետական կառույցներից արդեն միայնակ եք զգում եւ անտեսված, Շատ վաղուց արդեն, քանի որ նորից եմ ասում, եթե այսօր իշխանության գլխի նստած մարդը չի անում ոչ մի բան ու փորձում է ամեն կերպ նրանց ասածները ոնց որ ասած ժողովուրդ խոսք ունի, չէ, հալած յուղի տեղ անցկացնել, մեր բերած փաստերը անտեսելով, փաստ, վիդեո, ֆակտը կա, որ տվյալ զինվորին Ադրբեջանի զինվորը տանում է գերության։ Վիդեոյով կա։ Ծնողը դաժե անգամ ուրեմն իդենտիֆիկացրել է այդ ադրբեջանցին ով է, ընտանիքը եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Այսքան էկի կարացել է ծնողն անի։ Հավաքագրել է։ Ու չեմ մանում, չեն ասել, գնացել են, այդ ադրբեջանցուն տեսել են կամ այդ իրանց խողովակներով, որով որ իրանք այս 6 տարի աշխատում են, գնում են, բանակցում են, ասում են, տալիս են, արում են, չեն գնացել այդ մարդուն տենան ասեն, ախպեր, էսի դու, էս էլ էս երեխեն, ուր տարար։ Տարար, ինչ արեցիր, տարար սպանեցիր, տարար պահեցիր, ինչ ես արես, մարդու ճակատագրի վերաբերել, մարդիկ հարցնում են։ Էսա 6 տարի այդ երեխուց խելքաբար չկա։ Նիկոլն ասում է, ո՞ւմ է ցույց տվել հենց տեսանյութը։ Այդ սաղը գիտեն, սաղն են տեսել, այս մեկը չկա որ ասում։ Փաշինյանն էլ է անդրադարձել։ Ահա, սաղ ինստանցիաները Ինչ տեսել։ պատասխան եք ստացել։ Ոչ մի, 0։ Բայց ասել են կհետաքննենք, Ինչ է հետաքննեն, ցավոտ քննչական մարմիններն ինչ են արել այս կամ վաղ։ Քննչական մարմինները այսօր 24/7 գրաֆիկով մենակ մարդկանց գլխին տարբեր անկապ թեմաներ են սարքում, որ տանեն փագեն։ Գլխավոր գերագույնն ասում է սրան ու բրած ու վсё, սրանք արագի մեջ է, բայց որ ես ձեզ մի օրինակ բերեմ, իմ եղբոր որդու անհետ կորելու փաստի վերաբերյալ, որ քննչականում կար պապկա։ Անցել էր երևի 24 թիվներ, եթե չեմ սխալվում, ու մի օր գնում եմ այդտեղ, ասում եմ մի հատ հələ բացեք, էլի, տեսնամ ինչ եք արել այս տարիների ընթացքում, ինչ եք, ում եք հարցաքննել, ում հետ եք խոսել, որ զինվորի հետ եք խոսել, ինչ եք պարզել, ոնց եղավ, ինչ եղավ, չէին ուզում այդ պապկան բերեին, որ վրեն գրած է Ղուկասյան Սարգիս, չէին ուզում բերեն, բայց այն իմ համառության բերեցին։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ ես այդ թղթապանակը երբ որ բացեցի, ես ընդամենը մի հատ թուղթ գտա ընդամենը, ու դա այն թուղթն էր, որ իմ ծնողն ու հարսս լրացրել էին տվյալների մասին, այդ մի թուղթն էր մեջը։ Ոչ մի բան արած չէ։ Դա երբ էր։ 24 թիվը։ Այսինքն ոչ մի բան չէին արել, 20 թվից մինչև 20, թող 23 լինի, լավ ասած որ չէ, մեկ, բայց դա կապ չունի։ Դուք 2-3 տարի ոչ մի բան չեք արել։ Ոչ մի բան չեք արել, հետո նոր իմասելուց հետո աղմուկ բարձրացնելուց հետո նոր մի հատ սպայի են գնացել տեսել, հարց ու փորձ, բայց ասենք այն սպայի ասած է, ես արդեն սպային 100 թվից առաջ էի տեսել խոսած, այսինքն սպանից ու նորություն չէր էլ ասելու իրաց։ Հայ սպայի մասին։ Հա, հայ սպայի մասին իրաց ասենք գումարտակի հրամանատարներ, ուզում եմ ասեմ, որ գործ արված չի։ Եվ դա բոլորի մասով, պարոն Ղուկասյան։ Բոլորի մասով։ Կան ծնողներ, որ ինչ որ չափով գոնե տեղեկություն տրամադրել են։ Ծնողներին։ Այո, հարազատներ, որոնց ինչ որ չափով Ես չեմ տեսել այս ծնող։ Թող ասեն, այս ինչ ծնողին մենք իր անհետ կորած երեխու վերաբերել
տվել ենք այսինչ ինֆորմացիան, թող բերենք օխեն աշկս։ Երբ է վերջի անգամ հանդիպում եղել, ում հետ եք հանդիպել։ Ես շատ վաղուց արդեն ոչ մի իշխանական դեմքերի հետ չեմ հանդիպում, արդեն, այսինքն սենց ասեմ, ԱԱԾ տնօրեն Աբազյանից հետո ես ոչ մի պետական տեղ էլ չեմ մտել։ Ես դա էլ էի ուզում հարցնել, ես շատ լավ հիշում եմ, որ Աբազյանից հետո, երբ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվեց, դուք հայտարարում եք, որ մենք չենք ուզում նրա հետ հանդիպել։ Ինչով էր պայմանավորված այդ անձերի Աբազյանին վստահում էիք օրինակ։ Գիտեք ոնց վստահելը մի քիչ չէ, այսօր ես ոչ մեկին չեմ վստահում, սկսենք այդտեղից։ Ոչ մեկին չեմ վստահում, կատեգորիկ։ Բայց Աբազյանի հետ, քանի որ մենք մի քանի տարի անընդմեջ աշխատում ենք այդ ուղղության վրա, հետո Աբազյանը ուներ վերջապես ԱԱԾ տնօրեն էր, այդ մարդը ուներ ինչ-որ մի բան, եղել է, որ ասել է, դե մենք բաներ կա, բայց մենք հիմա չեն կարա ձեզ գասեն քննության, գաղտնիության կամ պետական, չեն կարա ձեզ ամեն ինչը դնենք, ասենք։ Բայց այդ մարդը գոնե չէր զլանում հանդիպում էր ծնողների հետ, ժամանակ առ ժամանակ հրավիրում էր, նստում էր, թեկուզ են բարոյահոգեբանական են պատժաշկել, որ անում էր, էտել էր այդ ծնողներին մեզ բան։ Իսկ հիմիկվանները կա ոչ ուզում են լսեն, ոչ ուզում են տեսնեն, Չեն նախաձեռնել որևէ։ Ես չեմ ծնողները գիտեմ, որ վերջի անգամը որ գիտեմ, ես ներկա եմ եղել հանրապետության նախագահի մոտ էինք ուզում, դաժե գրանցվեցինք եւ այլ հեռախոսահամար թողեցինք, որ հանդիպենք, խոսենք, всё, չկա։ Ոչ մի ձայն։ Արդեն դա եղել է, որ ազգային ժողովի դեմը մենք բան էինք անում, ցույց էինք, ակցիա էինք անում քննիչ հանձնաժողովի վերաբերյալ։ Այդ վաղտվանից մենք գրել ենք հանրապետության նախագահին, որ ընդունի մեզ լսի, մինչև առասոր ձեն չկա։ Գնացել եք ընդունանում, գրել եք դիմումը հանդիպման վերաբերյալ։ Այո, չկա։ Որևէ մեկին զանգ նախագահականից չի եղել։ Ես ինչ չի եղել, իմ համարն է գրածել։ Իսկ կան պաշտոնյաներ գոնե սեփական նախաձեռնությամբ, որ ցանկացել են ձեզ հետ հանդիպել կամ ինչ որ առումով խնդիր առաջ գցել։ Պատգամավոր լինի, պաշտոնյա լինի, իշխանականների մասին է խոսքը։ Չի ասի, որ լիներ կհիշեիք։ Չէ, այլի կհիշեիք։ Նիկոլ Փաշինյանի հետ երբ եք հանդիպել։ Շատ շուտ դրանից հետո իմ մուտքը մի 5 անգամ հանդիպել եմ, ընդհանուր։ Ինչ էր ասում, եթե փորձենք այսպես Ցավը արեք այդ իր ասածները չմեկնաբանենք, քանի որ ես դրա մասին բարձրաձայնել եմ ասել, ընդհանրային ձևով ես մի բան եմ տեսել, որ այդ մարդը քրոնիկ սուտասան է։ Հիվանդ է, սուտ ասելու, չէ՞, մարդկա, այսինքն կարա այդ հարցի պահով ինքը սուտ չասի։ Կարա պարզ ճշմարտություն ասի, բայց չէ ինքը պետք է ստի։ Ինչ է ստել։ Ամեն ինչ ասում է ինքը սուտ ասում։ Ես իրան չեմ հավատում։ Ես իրան չեմ հավատում, ցավները տանեմ, այդ մարդը ստում է, կրուգոն բեգոմ ստում է։ Այդ մարդու բերանը ցույց խոսք չկա։ Որևէ ինֆորմացիա ձեզ տվել է, որ հետո հասկացել եք, որ դա սուտ է։ Սա հիմա կոնկրետ բան։ Կամ հավաստիացում, որ կգտնենք։ Ինքը մեզի հավաստիացնի։ Ասում եմ, իմ իմացածով, որ ծնողներն են հանդիպել, իմ մուտքը արգելված արդեն կառավարություն, վաղուց։ Ծնողները հանդիպել են, թեման բարձրացել են, այ հենց այդ որ ասում եմ, վիդեոները, պրոստը մենք շեղվեցինք մի բան մեր ձեռոցից։ Վիդեոն ցույց են տալի, կա, չէ։ Նիկոլն ասում է, եղբայր, Ալիևը ասում է իմ մոտ անետ կորած մարդ չկա, ինչ կա, այս գերիներն են ու всё, այդ մարդ չունեն։ Ասում ենք, պարոն վարչապետ, վիդեո կա, ասում այդ վիդեոն իմ համար փաստ չի։ Իմ համար փաստը Ալիևի խոսքն է։ Անգամ ասում է, այդտեղ ինքը ասել է, ասեմ ավելին, Ալիևը դաժե երթում կերա որ չունի, այսինքն Ալիևը որ երթված, всё, դա արդեն վերջն է։ Ալիևը երթում է, դա պատածակում, արդեն քննելի է։ Այսինքն որ վաղ Ալիևասի հորս արև Երևանի իմն է, արդեն իրանն է, դե Ալիևը երթում կերա, այդպես է դուս գալի։ Դա այդ մարդու դե կամ ասենք ֆռած ծնողներին ասի ես չեմ հասկանում, դուք տանը ուրիշ ողջ երեխա չունեք, գնացեք զբաղվեք ձեր ողջերով։ Դա էլ ասեն Նիկոլը։ Ես չեմ խափում, կարակ ծնողներին հարցնեք։ Դուրս էին գալի մարդիկ, սենց գլուխները բռնած ասում են, այս ինչ անում։ Դրա մասին։
Լավ, իսկ ես հանձնաժողովը, որ կա միջգերատեսչական ու հենց ԱԱԾ տնօրենն էլ ղեկավարում է, որևէ գործ չեն անում։ Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ եմ ել է, հենց որ ստեղծվել է հանձնաժողովը, ես եղել եմ այդ հանձնաժողովի անդամ, բայց որոշ ժամանակ անց դիմում եմ գրել ելել եմ, քանի որ հանձնաժողովի շրջանակում լուծվում են մենակ սոցիալական հարցեր, как таковой общего։ Ուրիշ հարցեր չեն։ Սոցիալական ընտանիքների Հա, ասենք այդ անհետ կորածների ընտանիքների հետ կապված է խնդիրը դե այդ հանձնաժողովի կազմում եւ սոցցառայության ղեկավարներ, զինվորական սոց եւ քաղաքացիական սոց եւ տարբեր, ասենք առողջապահության բոլոր գերատեսչություններ, ներկայացուցիչներ կան։ Այդտեղը տենց հարցեր չէ ուզում, ասեմ օրինակը բերեմ էլի միացած ձեզ, այք Էդի կապված չի ոչ ադրբեջանցիքի հետ, ոչ մեկ։ Էդի կապված մեր ներսին, մեր պետության մեջի թեմա է։ ԴՆԿ ունեցողների վերաբերյալ։ Շատ ցավոտ թեմա է, շատ լուրջ թեմա է ու բայց լուծվող թեմա է։ Դա անլուծելի չի։ Բայց 6 տարի այդ թեման է չի լուծվում։ 80 մարմին եւ մասունք ունենք, որոնք որ մինչեւ առած 80 հուղարկավորված չի։ Ինչի։ Ծնողները չեն ընդունում։ Ինչի չեն ընդունում ծնողները, ճիշտ է։ Հարցա ցակվում, ինչի չի վերցնում։ Եվ ո՞նց վերցնի, եթե այդ մարդը 99.9% գիտի, որ դա իր երեխու մարմինն ու կամ մասունքը չի։ Վերցնի ինչ անի։ Վերցնի տանի ուրիշ երեխուն թաղի անի, ինչ տնի։ Խնդրի վերաբերյալ իրանց ասեցի, դուք այս խնդիրը չեք կարող լուծել, քանի որ դուք ունեցել եք նախկինում լիքը արդեն բաց թողումներ, սխալներ, ու իրանք դա ընդունել են, չեն կարող չընդունեն, որովհետև 6 արտաշիրում ունենք արդեն քննչականով կատարված։ Քննչական կոմիտեի այդ արտաշիրումները պետք է միայն այդ թույլատվություն ունենաս։ 6-հատ ունենք։ Հիմա եթե 6-հատը կա, որ սխալմունք է եղել, կարա ինչ-որ մեկը երաշխավորի, որ դա 60 չի կամ 600 չի, չէ, չի կարա։ Այսինքն դուք ու նախկին հերացու մորգի ղեկավար Բիշարյանը ինքը լենվախտ ասում էր, բա ինչ եք ուզում, կորոնայի ժամանակներն էր 24/7 գրաֆիկով, ծանր պայմաններով աշխատում էինք, բա կարող է սխալմունքներ լինի, բայց հոբ, եղբայր, քո սխալմունքը մարդու ճակատագիր է, մարդու ոնց դու սխալն արել ես, տվել են, տարել են խալքին, թաղել են, ուրիշը այն մեկը մնացել է ներողություն անմեռը։ Հիմա ես ման եմ գալի, իմ վրա բերեմ, որ ոչ մեկին չնեղացնեմ։ Ման եմ գալի եղբորս որդուն, ճիշտ է։ Բայց ես արդեն սկսում եմ կասկածել, կարող է մեկն ու մեկը տարել է իմ երեխուն թաղել է։ Թե չէր կարող այդ մարդը պրոստը անհետանար։ X վայրից, որը ես գիտեմ Շիրատա Դալգատայով որտեղ է եղել իմ եղբոր որդին վերջի անգամ կանգնած, այդ կվադրատը սաղնայել է, այդ ինչ արվել է, չկա, չի կարա, չէ՞ մարդը համբարձվի։ Ընկերոջ մարմինը տրվել է, Իրանը չի տրվել, եթե ինքն էլ էր զոհվել, թվում ընկերոջ հետ իր մարմինն էլ տային, բա ուր է։ Կամ եթե տվել են սրանք սխալ են արել, տարել են։ Հիմա մարդկանց պետք է ապացուցվի, որ սա գիտես ինչ կա, քոնն է կամ քոնը չի, կապ չունի, պետք է հստակ բերեն, չէ՞։ Ձևը սա է, պետք է առաջինից միջավայր նորից աղ դեն կանեն։ Բայց ոչ իրանց բժիշկներով, չէ, անկախ փորձագետներ պետք է հրավիրվի, օնլայն ռեժիմ, որ մարդիկ հավատան, հասկանում եք, մարդիկ չեն հավատում իրանց արածին։ Ասում եմ, ես քեզ չեմ հավատում, դու են փինաչու պես ես աշխատել։ Ես քեզի ո՞նց հավատամ։ Վերցրեք, ասում եմ, ախպեր, սաղ ծերից ծեր արեք, կգտնեք սխալը, կգտնեք, որ դաժե այդ սխալ արածի հետևանքով այդ զինվորը երաբլուրում թաղված է։ Գնացեք, հանեք, տվեք, ճիշտը, այսինքն ամեն մեկին իրան տվեք, բայց դե հասկանում եք, չէ՞, որ եթե երաբլուրում մի հատ շիրիմ քանդվա, ինչ կդառնա։ Քաոս։ Կքանդեն, տրամանեն, տեղ կա մետր ու կես բետոն լցի տարեկի վրա։ Լավ, պարոն Ղուկասյան, բայց ծնողների հարցը ինչ է լինելու, որ իրենք չեն ընդունում, ասում են մեր զավակները չեն, բայց մյուս կողմից էլ փաստորեն ոչ մի քայլ չեն անում կրկնակի դենկա անելու։ Կրկնակի դենկաներ արվել է։ Բայց ասենք այդ կրկնակի դենկան էլի արվել է իրանց կողմից, դա էլի նորից եմ ասում, քանի որ մարդկանց մոտ հավատքը կորած է,
որը հիմնավորվում է, հասկանում եք, եթե չհիմնավորվեր, ես չէի բանանի, բայց մարդիկ բերում են բավարար են ժելեզնի հիմքեր, որ դա իրանց երեխան չի, ոնց տանեն։ Այսինքն ժողովուրդ ջան, արեք սենց էլի պատկերացնենք։ Դրեք 0-ից նորից սա հատ արեք, ընդունեք, գոնե ունեցեք քաջություն, ասեք, հա, ախպեր, սխալ ենք արեցի, եկեք ասեք, Ողոս ջան, 1000 ներողություն ենք խնդրում քեզանից, բայց սենց ա եղել, էսի որ տվել են քեզ, սա քո երեխան չի, սա Պետրոսի երեխան է։ Հանեք, տարեք, տվեք Պետրոսին, դուք էլ ասեք, տակն է ստորագրեք, պեչատեք, որ էսի 100% կոննա ուր ուզում ես տար, ուտեղ արդեն ավտոմատ կերպով հավատքը կվերականգնվի, չէ՞ մարդիկ տեսնում, մարդիկ ախպե իրենց սխալները ընդունել են, մաքուր նորից, այդտեղ արդեն չի կարա ծնող ասի, չէ, ասենք, ես չեմ ասում, այդ սաղությունն էլ սխալ են, չէ, բայց կան ծնողներ, որոնք պրոստը էմոցիոնալ ֆոնի վրա չեն ուզում տանեն, չգիտեմ, բախտ նայողն ասելա քո երեխան սաղ է, օրինակ, սենց վերցնենք, էլի պատկերացնենք, երազատեսը։ Բայց մարդիկ կան, որ բերում են բավարար հիմքեր։ Հիմա ես մարդուն, որ այն բավարար հիմքեր ներկայացնող մարդուն, որ մարդիկ ապացուցեն կամ հերքեն, որ հա ախպեր, ներող կլնես, մենք սխալվել ենք, էդի քո երեխան չի, էսի, ոտվասում մի հատ եղավ դեպք, մի հատ տղայի, մի հատ զինվորի, մի հատ ձեռ կպավ դենքան, մի հատ ձեռ։ Հետո անցնում է որոշ ժամանակ, մի հատ ամբողջական մարմին է կպնում, էլի այդ նույն մարդու։ Այդտեղ հարց են տալի, բա այն ձեռն ուներ արա։ Բա լավ, այն մարդն էր, դեմից ասել լավ, այդ ձեռը տվեք տանեմ թաղեմ, մինչև հետո մնացածը կգտնենք։ Ու ասենք հետո, բայց այնի ամբողջական մարմին է, նրա վրա երկու ձեռնի կա։ Բայց այդ դեպքում այն ձեռն ուներ։ Բայց ձեռ ուզում ես մարդու վրա կոպիտ ասած սղսնեի կետար։ Այդտենց բաներ ա եղել, դրա համար եմ ասում, մարդկանց մեջ կորել է։ Էդ էլ հո ադրբեջանցիքի հետ կապված չի, մի քանի հատ փորձագետ հրավիրել, ստեղծել լաբորատոր բոլոր ստերիլ պայմանները, փորձանմուշները արխիվում պահվում է, նորից անցկացնել ու ասում եմ հսկողության տակ, որ on-line ռեժիմում մարդիկ նայեն, որ ասենք եթե մի բան էլ դուրը չգա, ասի հոպ այստեղ հələ մի հատ մասնագետը նայ, ասի չէ, սա ճիշտ է կատարում կամ, այսինքն պետք է մաքսիմալ անենց անել, որ մարդկանց մոտ վստահություն։ Այդ հարցերի շուրջ, այսինքն համաձայնության չեք եկել, որ հանձնաժողովից դուրս եք եկել։ Չեն անում։ Քանի անգամ Առաջարկները արվել է այս առաջարկը, այս ֆորմատը, որ դուք հարգելի պետական մարմիններ, դուք միևնույնն է, չեք իրանք մի պահ ուզում էին այտենց դաժե արդեն ծնողներին առանց հաշվի առնելու տանեն եղբայրական անեին, այդ 80 մարմինում ասունքները հուղարկավորեին համարներով, հետո էլ ասեին այնա ոշմ տղուտ գերեզման ուզում ես գնա, ուզում ես մի գնա, այդ էին ուզում անեին, բայց տեսան, որ էդի ներսում, այսինքն հա արդեն բանը բզբզեք ընկավ ժողով ոնց թարա տանեք, ոնց դուք տանեք էդի թաղեք, Բա հետո որ մենք վաղը մսուր ուզենք մի բան ապացուցենք, ինչի հաշվին ապացուցենք։ Դա համար էդի չարեցին ու հələ մինչև առեսօր մեծամորի մորգում փաթեթավորված այդ մարմիններն ու մասունքները պահվում է մինչև առեսօր։ Էդի ստեղի խնդիր էր ու լուծվող։ Պարոն Ղուկասյան, իսկ այդ հանձնաժողովը փաստորեն անհետ կորածների հարցով, այսինքն Ադրբեջանի հետ համագործակցելու, տվյալներ ձեռքբերելու, այդ հարցերով առհասարակ չի զբաղվում։ Իրենց կոմպետենտության շրջանակում չի դա։ Իրանք ունեցել են մի քանի հանդիպումներ Ադրբեջանի կողմի հետ։ Ու իհարկե լրիվ հանձնաժողովի անդամները, չէ, ասենք մի քանի հոգի, ասենց ասեմ, ԱԱԾ վերնախավից։ Մեզ այդ հանդիպումներից ինչ-որ հստակ ոչ մի բան չի ասվել։ Ընթացքի մեջ է, բանակցում ենք ընթացքի մեջ այդքան բան։ Դուք հիմա որ պլանավորում եք գնալ Հակարի կամուրջ, ես նորից վերահաստատում եմ իմ գնահատականը, որ դա արդեն ծայրահեղ քայլ է, հասկանում եմ, անզորությունից եք անում։ Լավ, բայց գնալու եք այնտեղ ինչ եք անելու, ով պետք է գա ձեզ ընդառաջ, ձեզ ընդունի, ձեզ հետ հանդիպի։ Կարծում եմ, այս մի շաբաթվա ընթացքում այն այսին խոսքս այն կողմն էլ լսած կլինեն,
կփորձեն իրանք էլ մեր հետ հաստատեն կապ, ես այտենց եմ պատկերացնում, ընդերի այդ քաղաքացիներ, ովքեր ուղղում են անհետ կորած, իրանք էլ շահագրգռված կլինեն այդ հարցում, որ մենք ստեղ ման գանք իրանք կնեն ման գան մերոնց։ Փորձենք այդ ձևով, այդ ձևաչափով։ Ուրիշ տարբերակ ուղղակի, գիտեք ոնց, Անեն ջան, եթե ինչ-որ մի բան ենք կազմակերպում անում, եթե ես դաժե գիտեմ, որ դա 1% ունի շանս, 1%, ինչ-որ մի դրականի, ես մեկը անելու եմ։ Այդ 1%-ի համար էլ անելու եմ, որովհետև պետքա անես ամեն ինչը, որ վաղը մյուս օր դու քո խղճի առաջ պատասխան ունես, չէ՞ տալու, հետո չասեն, բա ես էլ կարայիք անեիք, խի չեք արել, բա ես էլ կարայիք անեիք, խի չեք արել։ Այսինքն բոլոր հնարավոր մեթոդները, հնարավորությունները ես պետք է օգտվեմ։ Ես այս հարցի վերաբերյալ մենակ 3 անգամ Ռուսաստան եմ ծռել։ Այս հարցի շրջանակում։ Այնտեղ տարբեր մարդկանց հետ եմ հանդիպել։ Եվ այլ։ Խոսքը զրույցներ են, դե մարդու իրավունքների պաշտպանի տարածքում եմ եղել, ցուցակներ եմ ներկայացրել, որ այսքան մարդ անհետ կորած ունենք, որից 5-ը Ռուսաստանում։ Հա, այնտեղ եմ տվել, տարել եմ, ցուցակ եմ տվել, Չէ, որ ասացիք մարդու իրավունքներ մեր, մարդու իրավունքներ։ Այնտեղ Ռուսաստանի մարդու իրավունքների, այնտեղ территория прав человека։ Ձեր հույսը Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանն է։ Հույս չունեմ, ես ասում եմ, ես հնարավոր բոլոր հնարավորությունները օգտագործում եմ։ Ռուսաստանը ա եղել տարբերակ այդ հարցի վերաբերյալ, գնացել եմ, չեմ զլացել։ Ուր էլ ուզում ալի, այդ հալու եմ։ Ստե Ամերիկայի դեսպանատան գրել ենք, Եվրոպայի դիմել ենք, սաղին դիմել ենք, ոչ մի տարբեր պետություններ։ Բոլորի կապ չունի Ռուսաստանը, ցավտանը մեր համար տարբերություն չկա։ Եթե մենք այսօր պատրաստ ենք արդեն այդտեղ ադրբեջանցու հետ կոնտակտ մտնենք, որ կարողանանք այսօր իմ համար ինչ տարբերություն ռուս կլինի, ուզբեկ կլինի, կիրգիզ կլինի։ Չեն ասում, գնացեք ձեր երկրի ներսում կառավարությունն եք իրենց դիմեք, ինչ են պատասխանում ձեզ։ Դե իրանք գիտեք ոնց ասել է, չէ, այդպես չեն ասում, որ իշխանությունն է, կառավարությունն է, գնացեք իրանց դիմեք, իրանք տեսնում են, իրանք է քորչ են ինչած դե կատարվում, մարդիկ հասկանում են, որ մարդիկ անճարությունից եկել են իրանց ասում են, հետո այնտեղ մի հատ ուրիշ մոտ կա, 5 քաղաքացի կա այդ անհետ կորածների մեջ, որ երկաղաքացի են, նաև ռուսական ազնագիր ունեն։ Ես այդ բանով էի գնացել, որ այդ հանգամանքը։ Հա, բա, լավ, մերոնց չեք ուզում, գոնե ձերոնց գտեք։ Մեզ կարևորը, որ այս 190-191-ի մեջից մի հոգի էլ գտնենք, դա արդեն մեզի լույսա չէ տալի, որը կան։ Որի կասկածը ես չունեմ, բայց ոչ 191-ն էլ որ ողջ են, չէ։ Չեմ։ Բայց կարծում եք, որ կան ովքեր օրինակ գերի են ընկած, հա։ Իմ ներքին, էլի իմ ներքին ոնց որ ձայն ասեմ, իմ ներքին համոզմունք ասեմ, որ մենք այնտեղ 70-ից 80 հոգի մարդ ունենք։ Լրիվ չեմ ասում, այնտեղ ահագին տղեկ կան, որ չեն գտնել ընդհանրապես։ Այնտեղ որտեղ այն ինչ որ կատարվել այնտեղ, դա աննկարագրելի է, ես չեմ կարա, չեմ ասես ձեզ նկարագրեմ այն ինչ-որ մենք հենց պատերազմի, ես հոկտեմբերի 6-ից արդեն հադրութում եմ եղել։ Հետո պատերազմից հետո էլ անմիջապես զբաղվել ենք որոնողական աշխատանքներով։ Ես օնլայն ամեն օրվա ռեժիմով ես դա հասարակ բաներ, չէ՞, որոնողականն էլ նվեր, մարմին մասունքներ են գտնում, չէ՞։ Պետական ոչ մի կառույց չէր հայտարարում դրանց մասին, որ այս տարածքեն մտել, այդ սաղ ես Ստեփանակերտից ամեն օր Պերամոյև Ֆյորյանում այսօր գնացել ենք այս ինչ կվադրատա, հանվել է այսքան մարմին, այսքան մասունք, այս մեկի մոտ էլ է այս դակումենտ։ Այն վաղ չոտ լավն էինք, որ տենց ամեն համ աշխատում էինք, համ տեղեկացնում էինք, ով էլ պարզեր ելում իմանում էինք, ովա առանձին մեքենայով էինք ճամփու դնում, որ չեթան գնի, որտեղ դեպքեր ունեցան, որ մարմինները կորում էր, տանում էին եսի մուրդը, հետո ամիսով ման էին գալի, այդ մարմինը չէին գտնում, որտեղ աշխատել էին պահեստային սիստեմով, դեմիցում բերել էին այն ամենավերջում, որ դրել էին, հետո ամենավերջում հելան։ Զինվորներ ունենք, որ մումիա էին սարքել, ընդ այնքան էր մնացել 8 ամիս սառնարանային պայմաններում։ Մումիա։ Բայց այդ մարդուն եթե շուտ, այսինքն իրանք պատրաստ չեն էլ այս ամեն ինչի։ Իրանք ընդունում են, որ իրանք պատրաստ չեն այս քանակի զոհերի
որ գա մտնի երկիր ու դա համար իրանք էլ են խառնվել իրար ու չեն իմացել մրգի պահեստներ են արենդայով եկալ է սառնարաններ տեղավորել են տղեկին ընդե չի եղել տանել էին Ղափանում մորգի երկրորդ հարկում դրել էին նեղ խսնում էին տղեկին Պարոն Ղուկասյան այս պատերազմի պարտության պատճառը քանի որ դուք դավաճանությունը ում դավաճանությունը Հայաստանի կողմից հայերի կողմից ես ցավով եմ ասում Մայնակ Փաշինյանն ասում է զինվորականների դավաճանություն է Թո Փաշինյանը մեկի վրա չասի սա ավելի մեծ մասշտաբային պայմանավորված Անահիտ ջան, այս պատերազմը տղեկը կգրեին, ես համոզված եմ, որ կգրեին։ Այն ձևի, որ մեր տղեկն են կռվել, հարուստ ձևով են կռվել։ Դա ես չեմ ասում, դա ֆակտերն են ասում, դա փաստերն են ասում։ Ասում Ջաբրայելի զորամասի վրա 10,000 զորքայք է, 2 կորպուս, 84 զրահատեխնիկա, 62 թե 63-ը խոցվել է։ Ո՞վ է խոցել, ես չէ, ոչ գեներալները չէ, այդ զինվորներն են։ Առուց կռվել են, ուժեղ են կռվել։ Բայց քանի որ դավաճանությունը եղել ամենավերևից սկսած ծրագրված պարտություն Այո, ծրագրված պարտությունը ես դրանում կես գրամի կասկած չունեմ։ Որտեւ ես ունեմ իմ ինֆորմացիաները, ես ունեմ իմ հավաքագրած տվյալները ու դրանում ոչ մեկ ինձ հակառակը չի կարող համոզել։ Ես հələ 3-4 տարի առաջ որ ինձ ճղում էի, ասում էի, այնտեղ Արցախի գեներալներից մեկը Արուստամյան Կարեն գոյություն ուներ, որ Արուստամյան Կարենը դավաճանա, ինձ չէին լսում։ Մինչև քննիչները պարզեցին, որ այս Արսենը ճիշտ էր ասում, փաստորեն Արուստամյան։ Մինչև գործ հարուցեցին, Արուստամյան Կարենը հիմա ուր է, չկա ռոզիսկի տակ, խախավ, հասցրեց ճողապրեց։ Այս վերջերս Դավիթ Տոնոյանի այդ ժամանակ պաշտպանության նախարարի հարցազրույցն էի լսում, ասում եմ մենք պատերազմի կեսից հասկացանք, որ մի քանի պետություն է մեր դեմ պատերազմում ու առանց արտաքին ուժերի այլ պետությունների աջակցության մենք ոչինչ չենք կարող անել։ Այդտեղ հարց է առաջանում, բա Դավիթ Տոնոյանը ինչու էր մինչև պատերազմը հայտարարում նոր պատերազմ, նոր տարածքներ, եթե մենք առանց այլ պետությունների չէինք կարող, բայց հաշվարկները գոյություն չունեին, որ դու նման հայտարարություններ ես անում, հետո քո դեմ մի քանի պետություն է պատերազմելու։ Ուրեմն նաև իրանց ասվել է, որ մենք այս պատերազմը եթե հանգարց մինչև սկսել է, իրան ասվել է Նիկոլին, համոզված եմ, որ Դավիթ Տոնոյանն էլ է ներկայել այդ ամեն ինչի, որ ասել է մեր ունեցած ռեսուրսով 15 օրից ավել չենք դիմանա։ Իմացել են, չէ՞ որ չենք կարա մեր ունեցած ռեսուրսով այդ իր ասած որ հետո է Յակոբի ջոգ է որ 3-4 երկրի դեմը պայքարելու իր սուտ դեմից էլ իմացել են Իշքան ընդ կուտակումներ կա ովքեր են կուտակված ում զորքեր են կուտակված Քաշոպետը 4 օրը չէր զեկուցել Հո Օնիկը Կասպյան այն ժամանակ ասում էին 4 օրը զեկուցել է մեր ելածով 15 օր ենք դիմանալու Ամեն ինչ արեք որ այս պատերազմը չսկսի գոնե հետաձգեք որ կարանենք մի բան անենք տենանք ինչ ենք անում ոնց ենք պայքարելու Արել են չեն արել հակառակը գնացել են հրահրել են Այն մեկն ասեց նոր պատերազմ, նոր զոհեր, նոր տարածքներ, այն մեկն էլա вообще Արցախը, Հայաստանը եւ վերջ, այդ սա հրահրեցին, իրանց պետք էր որ դա սկսի, ավարտնել պետք է սենց լներ, այս սա նախապես, այսինքն հատարկե գրված, պլանավորած պարտություն է ես դրանում կասկած չունեմ։ Նաեւ նույն Տոնոյան Դավիթը ասում է հոկտեմբերի կեսերից մենք հասկացանք, որ ցանկացած գնով պետք է պատերազմը կանգնեցնենք, բայց ինչու չկանգնեցին, որովհետև մենք գիտենք, որ առաջարկներ եղել է, գոնե Ռուսաստանից առաջարկները եղել են։ Բաթող բախի չկանգնեցրեցին, հենց այդ հարցը սաղս էլ տալիս են, բախի չկանգնեցրեցին։ Բաքանի չանձնաժողով ստեղծեցիք, բա պարզ էիք։ Անդրանիկ Քոչարյան ղեկավարով քնի չանձնաժողով էր։ Բա պարզ էիք, բա ինչի չբազի, բայց քնի չանձնաժողովի չէր։ Այդպես էլ չիմացանք ինչի մասին են։
Դե ոնց կասեն, ցավը տանեմ, ոնց իրանք պետք է հելնեն ասեն, այո, մենք հրահրեցինք պատերազմ, մենք տարանք դեպի պարտություն, մենք տարանք տղեկին սարքին տվինք մսաղացի բերան, որ հետո մեզի արդարացնենք, ասենք որ ուշադրել եք նախկին հետ իրար առաջի անգամ ասում է 25000 մարդ են փրկել, հետո մի շաբաթ հետո ասեց 30000, հերճում էլ ասեց 35000 մարդու կյանքեր։ Բա ինչ անեի, պատերազմը չկայնացնեի, եթե արդեն նույն։ Դե եթե դու կարում էիր միանձնյա ստորագրեիր պատերազմ կայնացնեիր, դե շուտ անեիր։ Այսինքն քեզ պետք է, չէ, զոհերի քանակը գար հաս։ Դե ինձ կասեիք դավաճան։ Ահա։ Հիմա իրան ասում են Փարք Նիկոլեն։ Պարոն Ղուկասյան, հիմա տեսեք, ասում են խաղաղություն է եկել։ Yeah, բա երեկվա զինվորը որ զոհվեց։ Փաստաթուղթ են նախաստորագրել։ Ցավը տանեմ, ես խաղաղություն բառը իմ մոտ չի անցնում, խաղաղություն չկա։ Այդ թղթերի վրա ինչ որ գրվում է, դրանք ոնց գրվում են, հենց այդ ճղվում գցվում է։ Երեք զինվորա սահմանում մահացե։ Խաղաղությունը 8-րդն է թե 9-րդը արդեն էս խաղաղության պայմաններում։ Ոնց եթե զինվորա պոստում մահանում, դա խաղաղությունը ո՞րն է կներեք։ Ո՞րն է խաղաղությունը։ Մյուս կոնտեքստում եմ ուզում դիտարկենք։ Եթե ստորագրել են ինչ որ փաստաթուղթ, նախաստորագրել են խաղաղության պայմանագիր ու որոշել են, որ գրում են իրար հետ հաշտության։ Լավ, բայց հումանիտար հարցերը ինչու չեն լուծվում, գերիների, անհետ կորածների, այն առաջնային ու ամենապարզ հարցերն են, որոնք երկու հաշտության գնող պետությունների միջև անհապաղ են լուծվում այդ հարցերը։ Լավ, Ադրբեջանի պետության ղեկավարը ինչ ասում այդ հարցը վերաբերյալ։ Ինքն էլ ում այտենց ասում, մենք գնում ենք հայերի հետ խաղաղության, ինքը դες բան է ասում։ Ասում են մենք հաղթեցինք նրանց, ստիպեցինք։ Այսինքն գալը մի հատ էլի բրունսկը թափատալ ասում է չփորձեք, հանգարցակի չփորձեք այլ բաներ անել, թե չէ դուք նորից կպատժվեք, հիմա արդեն խոսույթն է թվում Վաստոչնի Ադրբեջան, երբ որ իրանց հարց են տալիս что вы имеете в виду Восточный Ադրբեջան, ասենք Նախճեվան ասում են нет, ամբողջ Հայաստանի Դե ես լսել եմ այդ Խաջիևային զիբիլներն ասում է мы веду, когда говорим Восточный Ադրբեջան, всю территорию нынешней Армении, ասենք սրանից պարզ, էլ ոնց ասեն։ Հիմա մերն ասում են դուք Արցախի մասին դեռ խոսում եք, դրա համար են այնտեղ իրենք ասում։ Բա ինչ անենք, չխոսանք։ Դե պետք է չխոսանք։ Դրոշները հավաքենք։ Հրաժարվենք Արցախից, հրաժարվենք ցեղասպանությունից, հրաժարվենք ամեն ինչից, հա, սենց մեր սա մշակույթից, արժեքներից, ամեն ինչից հրաժարվենք մենք մեզնից, ինչա թե Ադրբեջանը տենց է ուզում։ Այսինքն կդառանք շատ ներողություն կրուգլի չամով։ Ոնց։ Բայց մեր տղեկը իրանց կյանքին չի մարտավին։ Որ այսօր ով ինչ ասի, էսել ասի слушаюсь и повинуюсь, мой господин։ Չէ, այդպես չեմ ընդունում ես։ Ես այդպես չեմ ընդունում, ոչ մի ձև չեմ կարող ընդունում։ Այսօրվա իշխանությունը մեր ամեն ինչը ջնջում է։ Ինչ մենք ունենք, իրանց նպատակը, որ հայ կերպարը, հայ անունը, հայ մարդը, հայ ցեղը վերանա։ Որ հայ բառը չնշվի, ոչ միտեղ չի եղել Հայաստան, տեսեք, ասում է Հայաստան չկա, կա Վաստոչնի Ադրբեջան, Սասվայի ստալիցի Երևան, ճիշտ է։ Այսինքն եթե մենք վաղը միսօր էլի մնանք, մեր հեռագույնը բարձրացնենք միտեղ ինչ-որ տեղ, չէ՞ պետք է ասեն, արա, բա ասում եք չկա, հենա կան, էլի հայերը չեն, չէ՞, հայ են, չէ՞։ Այս մարդը անում է էդի։ Այս մարդը կրոնի վրա առաջի օրվանից աշխատում է։ Նա ոչ թե Գարեգինի դեմ աշխատում, ինքը կրոնի, ինքը խաչի դեմ աշխատում։ Եթե մի մարդ իրա բերնով ասում է ամեն աղբից խաչ են սարքում ստենդը տնգում, աղբ ու խաչ բառը կարելի է իրար հետ համատեղել, չեմ կարծում, աղբից խաչը ո՞րն է։ Իսկ դա ինքը ասել է, ես էլ լսել եմ, ամեն աղբից խաչ են սարքում ստեն։ Հավատքի դեմ մեր անում է ամեն ինչ։ Դե տղեկին տարավ կոտորեց, էդի չեմ ասում, այդ ոսկե սերունդը տարավ դրեց հողի տակ, էդի 15
տղուն տարավ վառեց, հաջորդ օրը հելավ ասեց մի բաժակ, էդ էլ Ադրբեջանցիքի հետ կապված չէր։ Իրասախ բաներն եմ էլի բերում։ Հիմա փոքրիկ նայեք, ասես մի հատ բան ասեմ, էլի Օլիմպիադանը խիա փակ է։ Ծառուկյան Գագոյի սեփականությունն է, չէ։ Օլիմպիադանը դի մեր օլիմպիական կոմիտեին պատկանող բանը չէ, մեր մարզիկները մարզվում են, ճիշտ է։ Այսօր Հայաստանը որ ճյուղով է, որ մի քիչ էլի երևում է, սպորտի բնակավարում, որ մեկ-մեկ մեր տղեկ նետում են, բարձր տեղեր են գրավում, դրոշները հելնում է, մեր հայի մասին ասվում է։ Այս հայ, ճիշտ է։ Ուր են այդ երեխեքը պարապող փողոցում։ Արդեն ինչքան տևական ժամանակ այդ երեխեքը փողոցում են։ Գնում են բիձու գյոլն են պարապում։ Դες բան կարելի է, չէ։ Խիա արե էտի, որ այդ փողոցից ինչ պետք է այդ երեխեն սովորի։ Գողություն, հանցագործություն, նարգամանություն, փողոցից լավ անա սովորելու։ Չէ, այդ մարդը հետում էր պարապներ պրոֆեսիոնալ սպորտսմեններ, այդ մարդը պետք է պարապեր, վաղը ելներ քո երկիրը ներկայացներ, չէ, խիա փակ է։ Է մեկը չի ասում, արա խի չեն խոսում։ Փոքր բան է էլի, չէ, բայց տես ինչ խորքային նպատակ ունի։ Դա նպատակ է նա, որ էդ էլ վերացնի սպորտի բնակավար։ Պետք է հայը չլի, պետք է հային հիշեն անցյալով։ Էդ է իր նպատակը։ Դուք ամենաշատը ինձ թվում է պետքա հասկանաք ու գնահատեք խաղաղությունը, որովհետև դուք պատերազմի ժամանակ եղբայր եք կորցրել, եղբոր որդին էլ անհետ կորած է համարվում։ Ինչպես եք վերաբերում այն խոսույթին, որ եթե մենք խոսում ենք Արցախի մասին, հայրենիքի մասին, նոր տարածքներ չհանձնելու մասին, նշանակում է խաղաղություն չենք ուզում։ Այն մարդիկ, ովքեր խոսում են, ուրեմն պատերազմ են ուզում եւ պատերազմ են հրահրում։ Absurd է, չես կարող դի նորմալ մարդու մենք հաստատ ես ոնց ասեմ, որ մարդիկ հավատան, որ ես ազնվությամբ պատերազմ չեմ ուզում։ Ես եմ պատերազմի քաշող։ Պետքա չուզենա։ Ես չեմ ուզում իմ տնից էլ կորուստ ունենամ, հերիքա։ Ես չեմ ուզում, նոր ասեցի, ես չեմ ուզում, որ ոչ մեկ իմ հայ ազգից ոչ մեկի տունը, որ ես չեմ ուզում, որ մեկի տունը մտնի այս ցավը։ Ազնվությամբ չեմ ուզում։ Բայց համել չես կարում այս ֆորմատը, որ հիմա իրանք են ընտրել, էդ էլ չես կարա ընդունես։ Ոնց կարաս ասենք, ինչ ասեն, ասես, հա, չի լինում, ախա այդպես, չի լինում այդպես։ Կզած չես կարա այդած դու խաղաղության, դու կզած գնացիր խաղաղության, մի հատ վզիտ են ճպսնելու, մի հատ հացով հետևիտ են տալու, ասել են փախից դուց։ Էտա։ Հիմա նոր տարածքներ հանձնելու մասին են անոնսում, երբ խոսում են անկլավների մասին։ Դու կտանը քիչի տա, քիչի տա, այսքանը որ տվել է, ինչա որ չտա։ Դե հանդիպն ասելա, չէ, երևի երթում ակ էր ասելա, հորս հարև Նիկոլ, պետք է տաս։ Դե երթում ակ էր Ալիևը։ Տալու է մեկա, տալու է։ Ով էլ հելավ խոսած փագելու է։ Ով էլ հելավ մի բառ ասես փագելու է։ Սրա ձեռը պետք է բռնվի, որ ապե հոբ հերիքա, սպասի, սենց չի կարելի։ Բայց ձեռ բռնողն էլ պետք է լինի ոչ թե աթոռա կռիվ տվող, այլ իրոք հայրենիքի ու երկրի մասին մտածող մարդ։ Թե չէ ոնց նայում եմ, սաղ սրբի թևերը հագած, սաղ հայրենիք եմ փրկում, բայց մեջները հայրենիք փրկող շատ քիչ եմ տենում, դաժե կասեմ, կարող մեկ երկու սենց սաղ աթոռ է կռիվը։ Այդ դրա համար էլ այսօր է հասանի։ Այս մեր այսօրվա օրը ոչ մի անգամ չեմ առանձնացրել, ասենք Նիկոլին փնով է, Քոչարյանին բարձրացրել, չի եղել այս բան։ Սաղը դե տեսել եք, ես միշտ ասել եմ 4-ը էլ մեղավոր եք։ Այսօր որ ես երկիր ես վիճակում է, 4-ը էլ ունեք ձեր մեղքի բաժինը։ Լավ կառավարեիր, լավ տերելներ քո տանուտեղին, այս վիճակի չէինք հասնի։ Չեկար է, հասել ենք։ Հիմա մի փորձեք ասել, թե դուք անմեղ եք, մնացածը մեղավոր։ Չի լինում, այտենց էլ չի լինում։ Այս տարիների ընթացքում ենք, չէ, եկանք, հասանք այս վիճակին։ Եվ որ
լավ ղեկավար լինեի, ես լավ ղեկավարը սենց եմ Անահիտ ջան պատկերացնում, լավ ղեկավարը պետք է քարոզարշավ չանի։ Ինչի՞։ Ոնց, բա ինքը լավ ղեկավար է, ինքը չի պետք է քարոզարշավ, ժողովուրդը պետք է ասի, արա, հոփ, լենգեր, նրանք ով են, դավայ դուք սաղը փաղակ, այս սրանից էյան մենք ղեկավար չունենք, ինքն էլ լելու մեզի միշտ ղեկավար, բայց մարդես երկիրս ծաղկացրել է, այս մարդես երկիրս սիրունց է։ Բոլորին զրոյացնում է, չէ՞։ Ում են անում։ Բոլորին զրոյացնում են։ Ով է։ Հետո մարդ չի մնում, ում կարելի է։ Խի ով ասում, այսինքն մնում այս երկրում է 4-ից բացի էլ մարդ չկա։ Բա ուր են։ Հենց է դա ուր են։ Կամ Ինչ են արել։ Ինչ են արել։ 30 տարի ժողովրդին ցրել են։ Այսենց մասնատել են, պարարտել են։ Քանի տիպի են բաժանել ժողովրդին։ Խի։ Ինչի։ Ժողովուրդը մենակ մի հատ կարևոր բան է մոռացել։ Այդ նիկոլական, ժեղ, չգիտեմ, ֆլան, ֆստան, քոչարան, մի բանը մոռացա, որ սաղդ էլ հայ եք։ Արեք մի մոռացեք, որ սաղդ հայ եք։ Իսկ որ մարդիկ մտածված ձեզ սենց բաժանել են, էդի նրա համար են բաժանել, որ դուք վաղը չկանաք, ելնեք ասեք, արա, այս ինչ եք անում մեր գլխից, սես չի կարելի, մենք էլ մարդ ենք։ Հա, բայց ձեր այդ ասած արդեն այդ բաժանությունը կա, մարդիկ իրար սկսել են ատել նույնիսկ։ Էդ եմ ասում, ատում են։ Մեկնաբանություններից էիք խոսում, Հա, ատում են մարդիկ իրար։ Եթե նույնիսկ զոհվածի ծնողներին են այդպիսի մեկնաբանություններ գրում։ Աստված իրանց հետ։ Արեք իրանց գիտեք ինչ։ Ես փորձելու եմ սրանից հետո իմ ազգի ներկայացուցիչն է, չէ, հայ է, չէ։ Սխալ արա, ճիշտ է։ Արեք իր սխալին իր ձևով չպատասխանենք։ Հիվանդ է այդ մարդը։ Հիվանդ է։ Բուժել է պետք։ Դե որ այդ կլինքը բուժենք, օպերացիայի է պետք տանելու կտանենք, բուժել է պետք, մեր ազգին բուժում է պետք, հիվանդացել է մեր ազգը, այդ ատելությամբ է հիվանդացել, ատում են, սաղ իրար ատում են, չգիտես խի։ Պարոն Ղուկասյան, ես նաև քանի որ եթերային ժամանակը սպառվում է, դուք այն օրը կառավարության դիմաց նաև ասացիք, որ այստեղ են ծնողներն են, ովքեր մոտավոր եմ, հա, մեջբերում բառացի չեմ հիշի, ովքեր հավատարիմ են մնացել իրենց զավակներին ու չեն ծախել։ Այ ինչի դիմաց, այսինքն կան ծնողներ, ովքեր ինչ որ բան են ստացել ու դրանից հետո լռել են։ Կան, մի քանի հոգի կան, բայց էլի մեր հայն է։ Մեր հայն է։ Ես Անահիտ ջան, մի հատ մենք ինչքան մեր վատ կողմերը ասենք, բարձրաձայնենք, քան դրանից ավելի թշնամին առիթավորվելու է։ Մենք պետք է մեր վատը պահենք մեր մեջ, մեր տան մեջ, չհայտարարենք, որ թշնամին չիմանա մեր վատ կողմերը, մեր թույլ կողմերը եւ այլ։ Հետո սենց մի հատ էլ ընդունված բան կա, չես խոսույթ կա հայերի մեջ, սիրում են էլի, լսել եմ տալու որ արա դες հայ ազգայսի դավաճան սրիկա ֆլան, սես բաներ են ասում։ Ստոպ։ Այդ է ամենամեծ մեր սխալն է։ Չի կարելի, անթույլատրելի է։ Առաջինը մենք պետք է մեր արժեքը իմանանք։ Եթե մենք մեր արժեքը չիմացանք, մենք մեր արժեքը չպահեցինք, ոչ մեկ չի պահելու։ Ոչ մեկ չի պահելու։ Պետք է թույլ չտանք ոչ մեկին, որ ազգին ընդհանուր մի հատ փնվող ինչ-որ վատ խոսք ասի։ Թույլ չպետք է տանք կատեգորիկ։ Դուք տեսել եք այդպես շոն մատ ուզբեկ, որ ելնի ասի ուզբեկ ազգը ազգ չի։ Չկա տենց ազգ։ Չկա, բայց մենք շոտը սիրում ենք։ Արա այս ստոպ ժողովուրդ, արեք, եթե դու գիտես, որ դու վատն ես, դու քո անունից ասա, ես վատ սրիկա նիգաջայ պատլեց մարդ եմ։ Բայց ազգի անունից ոչ մեկ թող չփորձի սրանից հետո ազգը թող առաջին իր արժեքը պահի, նոր ուրիշներից պահանջի։ Եթե մեր ազգը այսօր կսկսի արդեն իրար սիրել, իրար հարգել, փոխադարձ, տեսեք ասում եմ, ծնողը սխալվել է։ Տրվել է պահի տակ ինչ-որ գումարի գայթակղության, ինչ-որ մի հատ պաշտոնի, ինչ-որ մի բանի, հիմա մտածել է դե զոհվել այլ հետ չեմ բերի, ասենք կար մի հատ կին, որ ասում էր տանիցս երկու զոհ ունեմ, երկու կորուստ եմ տարել, բայց Նիկոլ ես քեզնից շնորհակալ եմ։ Աստված իր հետ։ Չեն քննադատում։ Չեն քննադատում։ Հարմար առիթ կլինի կտեսնես, կասես ցավը տանեմ, մի հատ ինձ պրոստը հասա, ես հասկանամ, նույնժելի քո այդ երկու զոհը այնքան վատն էին,
այնքան էին քեզ հասցրել ստեիդ, որ հենց զոհվան, հələ պլյուս մի հատ է դրա դիմաց դու փող ստացար, այդ գումարը բոլորն են ստանում, ասեմ, այդ իմացեք, այդ գումարը միշտ չգիտեմ շահարկվում է մարդկանց տածա, չէ, դա հիմնադրամի կողմից տրվող գումար է, դա ոչ Նիկոլն է իր ջեբից տալի, մենք ենք տալի։ Մենք ենք տալի, ես, դու ենք տալի։ Ես այդ գումարից չեմ ստանում, ես հոպար եմ, եղբայր եմ, ես ոչ մի կատեգորիայով չեմ ասում։ Ընտանիքի անդամներն են ստանում, հայր, մայր, կին, երեխա։ Ես այդ գումարի հետ ընդհանրապես, բայց այդ գումարը կա 72 միլիոն կա, որ ասենք սպայական կազմի կամավորն է, մեկը 52 միլիոն է, եթե չեմ սխալվում, դա շարքայինների։ Դա որ տրվում է միանվանք 10 միլիոն, հետո մնացածը բաժանվում է 20 տարվա մեջ։ Հոճուր ամիս ես X սահմանված գումար։ Դա ստանում են մարդիկ։ Մարդ ասում եմ, եթե այդ մարդն ասես լավ, ուժել է այդքան երկու հոգին այդքան վատն էին, քեզի հասցրել էին այն աստիճանի, որ դու Աստծո ամեն օրը փապագում էի, թե դրանք երբ պետք է մեռնեն, այն էլ բախտդ բերեց պատերազմ, լավ, պատերազմում զոհվեցին, համ դու պրծար, համ էլ փող եկավ, դե հա պարզա այդ պարագայում կեթա շնորհակալություն էլ կասես Նիկոլին, բա ինչ կանես, բայց դա չի կարել է։ Դա համար արեք այդ ով իրա Գեղամ Լազարը ասում է իմ տղուս դու ես սպանել Նիկոլ, իրա խոսքերը։ Հիմա Նիկոլի հիմար դոշ է տալի։ Գեղամ ջան, քո գործն է, բայց դու էլ մի փորձի ինձ ասել ծախված սրիկա, Գեղամն է ինձ ասում։ Օրը կգա։ Հա իր մոտ ինչ փոխվեց։ Գնաց ընդդիմադիր падգամավոր Փաշինյանին հեռացնելու ջատագով։ Մենք իր գործն է։ Ես իմ համար եմ պատասխանատու։ Լավ, կարճ գերիների հետ կապված։ Գերիներին հստակ գիտենք ովքեր են։ Մարդիկ նույնիսկ հեռախոսազանգերով հարազատների միջոցով ուղերձներ են հղում իշխանություններին, որ մի բան արեք։ Լավ, գերիների հետ կապված էլ կարծում եք ոչինչ չի արվում հետ բերելու համար, որովհետև իշխանություններն ասում են մենք փակ դռների հետևում բանակցում ենք, պարզապես չենք բարձրաձայնում դրա մասին։ Գերիների հարցը սենց է, Անահիտ ջան, գերիները սենց էլ գալու են, օր առաջ օր հետ գալու են, չեն կարող մնալ։ Просто մեր իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, թեկուզ նրանք օրինակի համար վերցնենք, պատկերացնենք, ասենք սրիկա են ծախված, սենց պատկերացնենք։ Մարդիկան չասում են, տո նրանց գալը մեզի պետք է թոնդել մնան, թոնդել մեռնեն, թոնդել սատկեն, սենց բաներ ասողներ են կա, չէ։ Վատնա, լավնա, ինչա մերնա, չէ, մեր հայնա, թողա մենք կորոշենք, ինքը կնստի, թե կազատվի, բայց թողեք մենք որոշենք, բայց էտ էլ չի անում, չի անում, ինչն է նպատակը, ով այմանում, ինչ կա հալը սրանց սպասվելի, ես պրոստը չեմ կարող հասկանալ, թե կարող են դեից եկողները բաներ կարող են լուս աշխար բերեն, բացահայտեն ասեն, ախր դու ես վաղտ ես ասեցիր, Նիկոլ, որ մենք սենց արեցինք ու սենց է լավ, միգուցե հենց Նիկոլին ձեր չի տալի այդ մարդկանց գալը, շոտուկին դենես չի էլի, որ շարքային մարդիկ են նստած, նախկին իրեք պրեզիդենտներով վար, նրանք որ եկան հաստատ ինչ-որ մի բան կասեն, ես այդպես եմ պատկերացնում, որ իրան պետքա որ չգան։ Պարոն Ղուկասյան, շատ կարճ ամփոփենք։ Հիմա սկսեցինք Հակարի կամուրջից ու շատ լայն խոսեցինք, շատ հետաքրքիր ու կարևոր զրույց էր։ Հիմա որ դուք հայտարարում եք գնանք Հակարի կամուրջի մոտ հանդիպումներ ունենանք, ինֆորմացիաներով փոխանակվենք, դուք մտավախություն չունեք, որ իրավապահները գուցե գան ձեր հետևից։ Ինչ եմ անում։ Եթե օրենք եմ խախտում, պաժոստը, թողան նորից կալանքի տանեմ, ես չի որ կալանքի մեջ չէի։ Կալանքի մեջ էի, չէ։ Դե ասեն ադրբեջանցիների հետ եք խոսում, ինֆորմացիա։ Ինչի դե իրանք էլ են այդում խոսում, դե թող իրանց է բռնեն։ Իրանք չեն այդում խոսում։ Ինքը Նիկոլը չի մտնում լիֆտի մեջ խոսում, դե թող իրան է բռնի, բա լիֆտի մեջ ես ինչ իմանամ ինքը ինչ է խոսացել։ Ինքը վարչապետ։ Է մի հոգի, ոնց որ ես էլ եմ վարչապետ ինքն ասել, սաղս էլ վարչապետ ենք։ Ես չեմ ասել, ինքն ասել։ Այս երկրում կա 3 միլիոն վարչապետ։ Ես էլ լույսի ճրակ հասարակական կազմակերպության նախագահն եմ, հետո ինչ։ Ինքը կարա լիֆտի մեջ խոսար։
ուներ այդ իրավունքը։ Ոչ։ Երկրի հարց ես լուծում լիֆտի մեջ։ Հա, այն խեղճ տղեն ներկա էր, հետո մեռավ միամիտ։ Հիմա իրանց կարելի է մեզի չէ, խի է տենց մարդկանց մոտ այդ կարծիքը, որ իրանց կարելի է մեզի չէ։ Կարելին մի կողմ թողնենք։ Բա։ Նախադեպերով հասկանալով, հիմա որ տեսնում ենք, չէ՞, ինչ է Ցավոտ թողապացույց են Մանուկյանը պետական գաղտնիքի հոդվածով է։ Ենթադրեցին, որ Արեգնազ Մանուկյանը Թևանյանին բան ասե, ենթադրաբար տանում են մարդ են դատում։ Հիմա թող իրանց մարդը, թող այսպես մեր պես շորերը հագնի, ֆորմով չգա։ Թող մեր հետ գա, տենա մենք ինչ ենք խոսում։ Եթե կտենա մենք այնտեղ մի հատ ինչ-որ պետական կարևոր, նախ մենք չենք տիրապետում պետական գաղտնիքի, սկսենք այդտեղից, մենք չունենք ոչ այդ իրավասությունները, ոչ այդ բանը, մենք այդ աստիճանը չունենք պետական գաղտնիք իմանալու։ Ինչը որ մենք գիտենք, ասաղը գիտեն։ Նես չի որ մենք այդ հալենք նորություն ասենք։ Մեր նպատակը կոնկրետ տղեկի ճակատագրերի հարցի վերաբերյալ լույս սփռելն է, այլ նպատակ չունենք։ Էդի է մեր միակ նպատակը ու չի փոխվել մեր նպատակը մինչև առեսօր արդեն 6 տարի։ Պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ ես ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանի հետ։ Մենք կհանդիպենք, լավ եղեք։